Так, դու ինձ տենում ես, ես քեզ տենում եմ։ Լավ էլ բացում է։ Պրինցիպի հələ մի վարքյան։ Մեր կոքել կպցնենք, հա։ Կարող խառնես եւ Նիկոլն էլ միանա։ Արսենը շատ ակտիվ իր երկրի քաղաքացի է, որը տենց ոչ քաղաքականության մեջ է, բայց շատ ուժեղ հետաքրքրվում է իր երկրով, անհանգստացած է իր երկրով։ Այ Արսեն ջան, մի երկու պահով ոնց որ մենք սենց տնավարի իրար հետ խոսանք։ Կուզենայի հարցնի, ասենք, որ դու քո ընկերների հետ շփվում ես, խոսում ես։ Ինչ եք խոսում, երկիրը ուր է գնում, առաջ թե տեղում դոփում ենք։ Կամ ընդհանրապես լավ բան սպասվում է մեզ, ինչ ես մտածում այս ուղղությամբ։ Իդյալ, որ անկեղծ ասեմ, ես իմ ընկերներին էլ արդեն չեմ ճանաչում։ Կհավատաս։ Ինչ պահով։ Խոսքի նայում ես, չէ, մարդիկ են հասել են ինչ-որ կյանքի մի էտապի, ինչ-որ բարձունքների, թե բիզնեսի առումով, թե եւ այլն, չէ։ Ընդհանուր գլոբալ են վեկալում։ Բայց որ հետները խոսում ես, կարող ես այս հարցում ես, ինչը որ կատարվում է Հայաստանի հետ, այնպես մի հատ պատասխան տան, որ դու բերանդ բաց մնաս նայես վրան։ Ասես ախպեր դյուժին ես քո տեսքան ընկերություն եմ արել, դու ես եղել։ Իսկ քո կարծիքով այդ ինչի՞ց է։ Այդ ինչի՞ց է։ Դա լավ է, գիտես դժվար է այդ հարցին պատասխանելը։ Հիմա այս փուլում, որ ես դնեմ էլի նախկիններին քննադատեմ, կասեն նախկին եւ այլն, բայց այս փուլում մենք նույն նավի մեջ ենք։ Գիտես, այդ արժեքները, դες օրինակ ես իմ տարիքային եմ ասում, դու ինձ այս տարիքով մեծ ես, էլի, ես իմ տես հասնեմ։ Տես, աչքերներս ինչ բացել են, փողոցում մի հատ նայող պետք է լինի։ Դպրոցում ինչ որ մեկը պետք է նայի։ Այս սովորող մարդը համարվել է մեր մեջի ամենայն ցածր շերտը, միշտ ծաղրեց, ծիծաղացել ենք նույնը բանակում ու տենց շարունակ։ Ու էդի ծնելա մի հատ այսպես իրավիճակ։ Այն նորմալ մարդիկ միշտ աշկացող են արվել մեր շրջապատի մեջ։ Դրա համար հիմա չի լինում այդ մարդկանց հետ ընդհանուր այս մտնոլորտում են մեծացել։ Այդ նորմալը մեր մոտ էլ արդեն չի ընդունվում։ Դες հիմա էլի հիմա խոսանք, ասենք Կարապետյան էս աջը։ Դες Նարեկի մոտեցումը, չէ, որ այտենց համե շնորհքով գալի մարդկանց հետ խոսում է, դա չի ընդունվում։ Իրանք սովոր են, այն հիշում ես, որ ասում են, այդ միջև հիմա որ Նիկոլետա է խոսում, որ ասում է պատերի տակ Սամասուդ էին անում։ Այ որ Նարեկը գար մի 50 հատ Range Rover-ով, Gold համարներով, մեկը գար վազեր Նարեկի դուռը բացեր, որ ինքը լրիվ այդ հնարավորությունը ունի։ Այդ ժամանակ իրանք ասեն տենում ես նա Տաշիր Սամոյի կամ Կալուգացի Սամոյի ախպոր տղեն է։ Այդ վաղ կասեին այտենց, ոչ թե կասե ձեռառնելու տեսքով էլի։ Այս մտնոլորտի մեջ ենք մենք։ Հեսա Աստված չանի, այս մարդիկ եթե չհաղթեն գնան, նոր այդ վաղ կտենան, որը որից հետո է։ Հիմա Արսեն ջան, այ ամենտեղ խոսում են, որ մեր եկեղեցին, մեր լեզուն վտանգի տակ են։ Ասենք դու ինքդ քո մեջ զգում ես այդ վտանգը, թե քեզ համար դրանք ավելի հեռու բաներ են։ Չէ, ոնց է հեռու բան ախպեր ջան, եթե ես ամեն Կիրակի իմ երեխեքին տանեմ հայերեն սովորելու, հենց եկեղեցի։ Այդ եկեղեցին է պահում այդ հայկականը։ Իմ երեխեքը ծնվել են Ռուսաստան, մեծացել են։ Մեկը 10 տարեկան է, մեկը 5 տարեկան է։ Երկուսն էլ գրել կարդում են հենց իր շնորհիվ այդ նույն եկեղեցու։ Դե բերեք էդ էլ փագենք, հետո ինչ ալնելու։ Ձերը որ քաղաքի եկեղեցին, հա։ Դե քաղաքը չեմ ուզում նշել, Կրասնոդարսկի կրայնը, հա։ Հա, բայց էլի տենց հայկական դպրոցներ զում ասեմ եկեղեցում կան։ Հենց եկեղեցու մեջ հայերեն են սո, եկեղեցու կողքը կից մի հատ կառույց է, հայերեն է սովորացնում անվճար։ Անվճար։ Կրասնոդարսկի կրայնն էլ դե ամենաշատ հայերն են, չէ։ Դե դա արդեն իմ համար գիտես ոնց, իմ համար այդ արդեն ոչ մի բանը պակասածել չի, ոչ մի բանը։ Ով պայքարում է դա իմ համար արժեք, ով չի պայքարում ինչ կապ ունի Կրասնոդարսկի կրայում թո 50 միլիոն հայ լինի, որ մեջը բան չլինի, ում է պետք։ Ու ամենաշատը տուժվում է հենց այդ նույն Ռուսաստանի հայերն են տուժվում։ Ես քեզ տարական բան եմ ասում։ Իմ համար всё равно է, ասել որ կարող է կապեն իմ հետ, առաջ այդ նույն հայկական անձնագիրը վեկալում այդ մեր մի տարի խփում են ռեգիստրացիան, ասում են գնա ախպեր, ընտանիքիդ հետ ապրի։ Հիմա տանում են մեդկոմիսիաները, այնքան են փորփրում 6 տարեկան երեխուն տանում են որ անալիզներ հանձնի, վիճ, սպիդ եւ այլն, պատկերացնում ես։ Դες բանը չի եղել։ Վերջ այդքանը գալուց հետո մի հատ այդ նալոգ ես մուծում, նոր հետո աշխատում ես։ Արս, իսկ որ նայում ես մեր սահմաններում ինչա կատարվում, քեզ չի թվում, որ Սյունիքի հարցը գնալով ավելի վատ է դառնում, թե կարծում ես, թե վախերն ավելնորդ են, իզուր պանիկա են գցում։ Էդգար ջան, ես չեմ վախում ոչ Սյունիքից, ոչ
թուրքից, ոչ ադրբեջանցուց, ես վախում եմ մեր հայից։ Մեր հայից են վախում, որ այս վիճակն է, որ իրանց էդի պետք չի։ Դու հասկանում ես, նայ տարական բան ասեմ, ախր թեմայից թեմա է բացվում։ Հիմա նորից այդանք այդ նիկոլականներին եմ էլի հարց տալի։ Ախր տարական հարց, ախպեր, ես գիտես ոնց, մարդիկ կան շատ խելացի մարդիկ են, ինձանից շատ խելացի, լավ խոսում են, գրագետ, ես 15 տարեկանից Հայաստանից դուրս եմ եկել, մինչև հիմա ես օտարության մեջ եմ ապրում, ինձանից շատ խելացի մարդիկ կան, ասես լսում խելոք խոսում են, ախր ձեզի, որ այն մարդիկ, որ պիտի փոխվեն, այդ մարդիկ չեն, որ դուք այդպես կուլտուրական խոսում բան եք բացատրում, իրանք ձեզ չեն հասկանալու, կուլտուրական մասան երբեք Նիկոլ չի թանտրի, այսպես մեր լեզվով պիտի խոսանք, որ դրանք հասկանան, ասած ես որն է, ախպեր, 3 անգամ ձեզի ասել են պատերազմը կանգնացրեք, Լյուբոյ Նիկոլականի եմ հարց տալի, ախպեր, 3 անգամ ասել են, այն զինվորը ես էլ եմ ծառայել, որ մի հատ անփույթ բան անի, ինչ որ մեկը մահանա, ինչ որ վիրավորում ստանա, կտանեն 3-4 տարի կդատեն։ Ախր ձեզ առաջարկ արել են, պատերազմը արի կանգնացնենք, 3 անգամ։ 3 անգամ ասել են արի պատերազմը կանգնացնենք, ով է որոշել, որ պիտի շարունակենք, որը ըստ օդում կախված լուրերի հազարավոր զոհեր է, ով։ Այդ քո գենշտաբն է որոշել, որը բերել է այդպես կործանարար հետևանքների, չէ՞։ Պետք է այդ մարդիկ պատասխան տան, պետք է տան։ Միջև հիմա ոչ գենշտաբի պետքն է դատված, ոչ մնացած։ Եթե Նիկոլն է որոշել, խի Նիկոլը դատված չի։ Ես տարական հարց եմ տալի ախպեր Լյուբոյին։ Նոր են նայում էլի Նիկոլ, Լյուբոյին մի հատ հարց եմ տալի, ախպեր, այդ եթե չեմ սխալվում Աբովյանի դիահերձարանը, որ դիակները գետնին տոպրակներով շպրտված էր, եթե քո երեխեն ելներ դրա մեջը, դու էլի Նիկոլ էիր աջակցելու։ Ախր հարցերը, որ սրա պատասխանը պետք է տրվի մարդ, ով է որոշել, առավել եւս որ ասում են դեմի 3-4 օրվա մեջ արդեն հոբ համակարգ չի եղել։ 3 անգամ ձեզ առաջարկել են, ով է որոշել, որ պիտի պատերազմը շարունակվի։ Ով է այդպես սխալ որոշում Դե կայացրել։ Նիկոլն էր ասում էր մենք շարունակելու ենք, Պուտինին ասում էր չէ մենք ոչ մի Դե բան։ նույն Նիկոլի աջակից ախպեր չի հասկանում, որ ինչքան մարդ է զոհվել։ Ախպեր քո է, հաշվի քո երեխան է, ինչ տարբերություն։ Ոտ ինչ տարբերություն։ Այդ նույն մեր ընկերները, բարեկամները, որ իբր մերն են, էլի, հա։ Ախպեր նույն բանը լներ իմ երեխու հետ, եթե իմ բարեկամը Նիկոլը աջակցում, իր համար էլ էր մեկ լնելու, հավատա։ Եթե 5000-ը մահացել է, զոհվել է, ու այս մասային, որ իրան աջակցում, իրանց համար մեկ է, իրանց աղբոր երեխեն էլ զոհվել մեկ էր լնելու, իրանց հալալ երեխեն էլ զոհվել մեկ էր լնելու։ Արջան, որ սենց հիմա լսում ես ամենտեղ երկու պարա շոուներ են անում, սա քեզ դուր է գալիս, թե ավելի շատ նյարդացնում է, որ իրական խնդիրներից է շեղում քեզ ես։ Հա, հիմա սենց ասեմ, Էդգար, թող ձևականություն չլինի կամ ես ինձի ռեկլամ չանեմ, ես ինձ ինչ հիշում եմ, այս սև շորը մանավանդ պատերազմից հետո ես իմ հակի չեմ կարող անեմ։ Իմ համար այս սևը դարել է արդեն հոգի հարազատ։ Որտեվ ես չեմ կարող հանգիստ ապրեմ հայ լինելով, որ միջև այսօր 200 անետ կորած կա, միջև այսօր ինչ որ ասում են 50-ից 80 դիակ կա, որ հողին հանձնած չի։ Ես դնեմ, հելնեմ, պարեմ, ես դեմի 2 տարին, 3 տարին, ոչ նոր տարի էի անում, ոչ երեխու ծնունդ էի անում, այդ կարգի իմ համար հոգեբանական ծանր վիճակ։ Ես հիմա եմ մի քիչ ասում ատաշոլ, ինչի համար, որովհետև այս հավատալեմ, եթե զոհվածի ծնողը ինձ գրում ասում դու ով ես Աննա Հակոբյան ես քննադատում։ Ախպեր ես մտածեցի, որ ես ինձ իզուր բան եմ, ուզում ես բերեմ մենա դեղերն էլ ցույց տամ, ես ներվային ֆոնի վրա։ Արդեն ստամոք, ես որ դի տենեմ ախպեր, հիմա Հա, մի իրավիճակի մեջ ենք, բանա, մանավանդ այս վերջես այս արցախցի մի հատ կին էր, ասում էր բանա, այդ անուն ինչա, երեխեքից կորցրել եմ, տնի ինչ-որ ֆինանսական հարց կա, էլի, մոտիկ ասել էր Նիկոլին, զարմանում, ունդ է տան բազար անում, նստած դայմ ասեմ, այ տիկին ջան, էլի, ես իմ մեջ ցավը տանեմ, ես այտենց մարդուց, որ իմ երեխեն զոհվեր իր օրով, երդվեմ սոված մեռնեի մի կտոր հաճ չէի վեկալի։ 20 օրից ընտրությունն է, հել պայքարի, թող գան նորմալ մարդիկ, արժանապատիվ դու ստացի այն ինչը քոնն է, բայց այդպես այն մարդուց ում օրոք զոհվել է քո երեխան ու քո ամուսին, ախր դա աբսուրդ է, էլի, աբսուրդ։ Գիտես ոնց սաղս էլ ֆինանսական խնդիր ունենք, այնեն չի, որ չենք լացում, է չի նշանակում, որ մենք պրոբլեմ չունենք։ Բայց դա մի քիչ արտահայտելու ձև կա, էլի։ Այդհաս այն մարդուց ուզես ում օրոք զոհվել է քո երեխան ու քո ամուսին, էլ ինչ ասեմ։
Ես այս բաներ որ տենում եմ, իրոք պայտակ ասեմ կարելի է вообще բերանս փագեմ, հանգիստ իմ կյանքով ապրեմ, որտեվ անիմաստ է։ Այս ազգը ցավոք սրտի շատ շատերը պիտի ցավ տենա, ավելի մեծ ցավ, որ նոր դարձի գա։ Ուրիշ բան չի լինում այս մարդկանց, չի փոխում ոչ մի բան։ Արջան, մարդիկ ասում են իմ ձայնը հենց այնպես կփոշյանա, դրա համար չարժե գնալ։ Դու ինչ ես մտածում, իմաստունի մասնակցել, թե իսկապես ամեն ինչ որոշված է։ Ես մի քանի օր առաջ եմ ասել, չմասնակցել է, ես այդ չմասնակցող մասային եմ ասում, դուք իմ համար նիկոլականներից բեթարեք, որովհետև ամենադժվար պահին մեր երկրի համար դուք փախնում եք։ Դուք ձեր գլուխը բռնում, ինձ դա 100 տարի պետք չի։ Ոչ Հայաստան եմ, Հայաստան մի հատ տնից բացի ոչ մի բան չունեմ։ Ոչ մի բան, բայց ես ունեմ մի հատ փոքր աուդիտորիա, որով կարամ ինչ-որ բան փոխեմ։ Ես այդ ձև եմ պայքարում, ես էլ իմ ձևով։ Հիմա այդ մարդիկ, որ ոչ մի բան չի փոխվելու, դրանք իմ համար ավելի մեծ հանցանք են գործում, որտեվ եթե նիկոլականներ շատ հարցերում տգետ են, դուք գիտակցաբար եք տանում մեզի կործանման, գիտակցաբար։ Եթե մի բան պետքա փոխվի, ո՞րն է առաջին քայլը, որ քեզ կստիպի հավատալ, որ մենք կարող ենք վերջապես ոտքի կանգնել ու այս անկումը կանգնեցնել։ Ինձ թվում է ամեն հայ պիտի դարձի գա։ Ամեն հայ, այս 5000 զոհի մեջ, ամեն մեկ իր մեղքը պետք է տենա, իր մեղքը։ Այդ վատ պահելաձևը, այդ մի հատ սիգնալի համար իրար ջարդելը, մի բառի համար դանակը հանում մարդ են սպանում։ Ինչքան էլ ղեկավ, մի հատ բան ասեմ, 24 թվին Հայաստան էի։ Տղերքով նստած են, կոֆե, բան խմում ենք ու գցում են գետին, ասեմ ախպեր, այս սրա համար ոչ Նիկոլն է մեղավոր, ոչ Սերժը, ոչ Քոչարյանը, սաղ սկսում է հենց ստուց։ Միջև ամեն մի հայ տարական բաները չփոխի իր մեջ, ոչ մի բանը չի փոխվել, ով ուզում է գա։ Հա, ղեկավարները մեծ դեր են խաղում, բայց այս գիտես ոնց մարդը ինքը դարձի գա, ինքը պարտադիր չի, նորից եմ ասում, որ այդ դագաղները իր տուն մտնի, պարտադիր չի, բայց եթե ինքը սեն շարունակվի, հաստատ հաջորդ իր երեխան առնելու։ Ու մեկ էլ լավ, մի հարց էլ տամ, դու քո ձայնում կտայր։ Ես իմ ձայնը միանշանակ տալու եմ Սամվել Կարապետյանին, այլ տարբերակ չկա։ Նորից եմ ասում, եթե լիներ այլ տարբերակ, ես 10 ամիսա խոսեմ, ամսի 18-ին ես իրան չեմ ճանաչել այդ ընտանիքին։ Ամսի 18-ին կալանավորվել է Սամվել Կարապետյանը, ամսի 19-ին ես Նարեկ Կարապետյանի նամակ եմ ուղարկել, որ ես աջակցում եմ մինչև վերջ։ Ես չեմ էլ ճանաչել Նարեկ Կարապետյանը ով է, բայց որ սկսեցի հետաքրքրվել, այդ մարդիկ սկսեցին ինձի գրել, թե ինչքան օգնություններ ա տվել, թե եկեղեցիներին ինչքան ա օգնել, թե Արցախահայերին ինչքան ա օգնել, այնքան բաներ կա, իրանց կառուցած հիվանդանոցում իմ աղբերը որ ծառայում էր Ցորում, ես էլ եմ Արցախ ծառայել։ Այդ պահը, որ այդ հիվանդանոցում ա ինքը պարկել, բուժվել, ես չեմ կարող այդ ուրանամ։ Ինձի եսիմի ոչ մեկ չի արել ու ոչ էլ ես դրա կարիքը ունեմ։ Բայց այս ֆոնի վրա նախկին ներկա, քանի նախկինները 1000 անգամ իրանից լավն են։ Իմ համար ես միշտ եմ սպասել երրորդ տարբերակին։ Իսկ սենց երրորդ տարբերակ ես էլ չի լինի, հավատացեք ինձ, վաղը մեզանից մեկը լոտոյով մի $100,000 փող շահի, մի հատ թազա ավտո առնի, մեր բարեկամներն էլ են սկսելու մեր հանդեպ ագրեսիվ, ասելու են երևի թալանել է, այս արը, այն ալը։ Մարդիկ հասել են սենց բարձունքների ու չունեն մի հատ, գիտես ոնց, ռեալ ինչ-որ հակակրանք, ինչ-որ մի հատ վատ մթնոլորտ այդ մարդկանց հանդեպ։ Եթե հասել են սենց բարձունքների ու սենց լավ մարդիկ տրամադրված են իրանց հանդեպ, էլ ինչի մասին է խոսքը։ Լավ, էլ ով պետք է գար, ես ուզում հասկանալ, ով եկավ, ես ասացի մի արի։ Այդ ամերիկաներից, եվրոպաներից, այդ եվրոպամետներ եւ ով եկավ, ախպեր, հելեք եկեք։ Գիտես քիչ են գալի, որտեվ Հայաստանի ժողովրդի իրանց 1000 տարի պետք չի։ Այդ Սամվել Կարապետյանն է որ թե չէ բանը պիտակավորում են, հա, չաղթես թողեց գնաց։ Հետո ինչ անելու։ Ինքը էլի իր ծմա ապրելու է, դուք ինչ եք անելու։ Հաջորդով պետք է գա։ Ես չեմ հասկանում, սենց տարբերակը մարդ իր ձեռքից բաց թողի, սենց հասարակ, սենց համեստ, սենց գիտես ժողովրդի հետ անմիջական։ Ես միակ ուժն եմ տենում, որ այսքան անմիջական են մարդկանց հետ, այսքան հասարակ։ Մոռացել են, որ շանտեղ իրանց դնող չի եղել երբեք։ Մի էլի էս գիտես ոնց այս բարությունը մի օգտագործեք որպես թուլություն։ Ախր չի կար, այս կյանքից քիչ թե շատ հասկացող մարդը, որ այս մարդկանց տենումը արդեն ամեն ինչ իր համար պարզ է։ Էլ պետք չի որ դնես բացատրես։ Այդ մենակ նիկոլական շերտին ենք այսքան էներգիա ծախսում բացատրում, որ չէ շատ էլ ընտիր ուժա, որ այս ուժին մենք պարտավոր ենք ուղղակի աջակցել։ Ուրիշ տարբերակ չկա։
21 թվին էլ էր, հələ մուրճը ձեռը տվե ինչ արես, տվեցին, հələ իմ ասма ցեմ զավոդը բանից վեկալ եմ Ծառուկյանից, արա 5 տարիա ցեմ զավոդ վեկալ է իրարա, ում են սպասում, հիմա էլա վեկալելու, ինքը ոչ մեկից ոչ մի բան չի վեկալելու, բայց Ադրբեջանին ամեն ինչ տալու է, տվել է ինչ էս 5 տարում, 18 թվից մինչև հիմա տալիս է, հիմա էլ տակ, մանդատնա, ձեր ձայնա, Այն մնացածը կտա կպրծնի ու կթողի կեթա, դուք կմնաք կեղտի ադրբեջանցիների, զոմբիների ու այլազգիների հետ։ Իսկ մաքուր հայը Հայաստանում տեղ չի ունենա երբեք, այն իր տան լույսն էլ կանջատի կթողի կգնա։ Եթե դուք եք ուզում անեք, արեք, ինչ ասեմ։ Լավ, Արսեն ջան, մերսի։